Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մեր այսօրվա չեմպիոնը բացառիկ տաղանդ է։ Նա բիլիարդի աշխարհի քառակի չեմպիոն է։ Նրա տաղանդը դրսևորվել է դեռևս պատանեկության տարիներից։ Դեռևս 10 տարեկանում նա հաղթել է աշխարհի եռակի չեմպիոնին։ Մեր չեմպիոնը Իոսիֆ Աբրամովն է։ Ողջույն Իոսիֆ, նախ բարի գալուս Հայաստան։ Հետաքրքիր է ինչ առիթով ես Հայաստանում։ Եկել եմ հանգստանամ, շնչեմ Հայաստանի հիանալի օդն ու տեսնեմ գեղեցիկ վայրերը։ Առաջիկայում մեծ մրցաշար ունեմ, եկել եմ հայրենիք կարևոր ստուգատեսից առաջ հանգստանալու, ուժերս վերականգնելու ու լավ լիցքեր ստանալու համար։ Կուզեմ սկսենք ամենասկզբից։ Բիլիարդն այն խաղաձևերից է, որտեղ մարդիկ ընտրում են ավելի ուշ, խաղում են, բայց դու շատ փոքր տարիքից ես դա ընտրել։ Գիտեմ նույնիսկ 6 տարեկանից։ Ինչպես է եղել սերը բիլիարդի նկատմամբ։ Այո, ես բիլիարդի աշխարհ մուտք եմ գործել շատ վաղուց, նույնիսկ ոչ թե 6, այլ 4 տարեկանից։ Մայրիկիս հետ եկել ենք հայրիկիս մոտ, որը նույնպես բիլիարդ է խաղացել ու այդ ոլորտում աշխատել։ Ես 4 տարեկանում արդեն շարերը ձեռքով էի գլորում, որովհետև հասակս չէր բավարարում հասնել բիլիարդի սեղանին։ 5 տարեկանում ինձ առաջին կին նվիրեցին, ու ես սկսեցի մարզվել ու սկսեցի իմ պրոֆեսիոնալ կարիերան։ Պատմիր քո ընտանիքի մասին, պատմիր այն հետաքրքիր բաների մասին, ինչը կհետաքրքրի նաև մեր հեռուստադիտողին։ Հորս կողմից բոլորը զբաղվել են սպորտով, պապիկս սեղանի թենիսի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է, նրա եղբայրը բռնցքամարտի ԽՍՀՄ չեմպիոն է, հայրս նույնպես մարզչական գործունեություն է ծավալել։ Իոսիֆ, դու 10 տարեկանում հաղթեցիր այն ժամանակ աշխարհի եռակի չեմպիոն Կանիբեկ Սագիմբաևին։ Նախ ինձ հետաքրքիր է ինչպիսի մրցաշար էր դա ու ինչպես ստացվեց հաղթանակը։ Այո, ես բավականին շուտ եմ սկսել մասնակցել միջազգային մրցաշարերի։ 11 տարեկանում ես նույնիսկ դարձել եմ մինչև 18 տարեկանների Ռուսաստանի չեմպիոն, իսկ մինչև այդ ինձ հաջողվել է հաղթել բավականին ուժեղ մրցակիցների, այդ թվում Կանիբեկ Սագիմբաևին։ Նա սպորտի վաստակավոր վարպետ է, մինչև այդ հաղթել էի նաև մեկ այլ չեմպիոնի՝ Էդուարդ Գալյանին։ Իոսիֆ, միգուցե այդ հաղթանակն էլ դարձավ քեզ համար բեկումնային։ Անխոս այդ հաղթանակը այդպիսի ուժեղ ու հեղինակավոր մրցակցի հետ խթան հանդիսացավ, որ առաջ գնամ ու նոր հաղթանակների, նոր նվաճումների հասնեմ։ Իմ մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ այս խաղի նկատմամբ ու ցանկանում էի անընդհատ մասնակցել եւ հաղթել։ Բազմաթիվ մրցաշարեր ես հաղթել, այդ թվում դարձել ես աշխարհի քառակի չեմպիոն։ Որն է եղել ամենակարևոր չեմպիոնությունը, ամենակարևոր հաղթանակը։ Իմ առաջին աշխարհի առաջնությունը 2017 թվականին էր, երբ ես 16 տարեկան էի ու ինձ հաջողվեց այդ առաջնությունը հաղթել։ Դա նույնպես իմ կարիերայում եղավ շրջադարձային ու բեկումնային։ Դրանից հետո իմ մասին իմացան։ Ես էլ ավելի մեծ վստահություն ստացա ու շարունակեցի իմ կարիերան ավելի համարձակ։ Իոսիֆ, դու բազմաթիվ ռեկորդներ ես նաև սահմանել։ Որն է եղել ամենակարևորը եւ խնդրեմ նաև մասնագիտորեն պատմես, որովհետեւ դրանք խորը մասնագիտություն են պահանջում։ Եղել են մի քանի ռեկորդներ իմ կարիերայում։ Ամենաշատ խփած շարերը նաև քառակի աշխարհի չեմպիոնի այդ տարիքում։ Դեռ ոչ ոքի չի հաջողվել աշխարհի քառակի չեմպիոն դառնալ 20 տարեկանում։ Կար ռեկորդ, երբ առանց սխալվելու ռուս մարզիկ Յուրի Ապաշինսկին 52 շար էր գցել, իսկ ես այս տարի գերազանցեցի նրա ռեկորդը առանց վրիպելու գցելով 54 շար։ Ինձ դրա համար հատուկ կի նվիրեցին, որի վրա գրված էր նաև այդ ռեկորդները։ Ես էլ դա նվիրեցի լեգենդար հոկեյիստ Ալեքսանդր Ավեչկինին։ Իոսիֆ, շատերն ասում են, որ բիլիարդը ոչ թե խաղ է, այլ մտքի սպորտ։ Համամիտ ես։ Այո, դա ինտելեկտուալ խաղ է, նաև հոգեբանական։ Պետք է շատ հավասարակշռված լինես հոգեբանորեն պատրաստ ու ամուր։ Ֆիզիկականը նույնպես այստեղ մեծ դեր ունի։ Բոլոր ասպեկտներում դու պետք է ուժեղ լինես, որպեսզի հաջողությունների հասնես։ Բիլիարդը ո՞ր մարզաձևի հետ կհամեմատես։ Բիլիարդը ես կհամեմատեմ շախմատի հետ, բայց բիլիարդը իմ կարծիքով ավելի բարդ է, որովհետև այստեղ կան նաև տեխնիկական գործոններ։ Շախմատում պետք է մտածել, իսկ այստեղ մտածելուց բացի պետք է նաև կարողանալ կատարել մտածածը։ Բիլիարդում պետք է կարողանաս ռեալիզացնել հարվածը դժվարին պահերին։ Շատ դեպքերում ձեռքերը դողում են, սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել, ու հենց այդ պահին քեզ պետք է կատարել դիպուկ հարված ու չդողալ։ Իսկ որն է ավելի դժվար պահը բիլիարդում, հոգեբանությունը թե տեխնիկան։
Կարծում եմ ամեն դեպքում հոգեբանական կայունությունը, տեխնիկան նույնպես կարևոր է։ Ամեն ինչ պետք է լինի բարձր հիմքի վրա, բայց եթե դու հոգեբանորեն պատրաստ չես, խաղը չի ստացվի։ Իմ կարծիքով ցանկացած մարզաձևում հոգեբանությունը մեծ դեր ունի, կարևոր է նաև կարգապահությունը։ Յոսիֆ, երբ խաղը չի ստացվում, շարնել չի հայտնվում համապատասխան վայրում, ինչպես ես գտնում քեզ։ Տարբեր իրավիճակներ են լինում մեզ մոտ, ցանկացած սպորտում կարող են լինել անհաջողություններ, զարթնում ես ու քո օրը չէ, ինչպես ասում են, բայց պրոֆեսիոնալը նա է, ով կարողանում է ցանկացած պահին իրեն կառավարել ու հետ վերադարձնել։ Պետք է հասկանալ ինչն է խանգարում։ Տարբեր են լինում, երբեմն երգ եմ երգում, երբեմն նույնիսկ ինձ ասում եմ հավաքիր քեզ, ամեն ինչ կախված է իրավիճակից։ Յոսիֆ, երբ խաղասեղանի առջև ես, ինչ ես զգում, լարվածություն, վստահություն, թե պարզապես հաճույք ես ստանում խաղից։ Լարվածություն չպետք է լինի ոչ մի դեպքում, պետք է լինի թեթև անհանգստություն, որպեսզի զգոնությունդ ու կենտրոնացումդ տեղում լինի։ Միանշանակ դու պետք է հաճույք ստանաս խաղից, ու եթե այս ամենը մեկտեղվեն, վստահաբար արդյունքն էլ լավը կլինի։ Քեզ համարում են էմոցիոնալ խաղացող, չի խանգարում դա քեզ։ Այո, ես էմոցիոնալ խաղացող եմ, դա կովկասյան հատկություն է, այլ կերպ խաղալ ես չեմ կարող, իրականում շատ եմ փորձել հայրիկիս ու մյուս մարզիչների հետ նույնպես, բայց հանգել ենք նրան, որ հանգիստ խաղալ ես չեմ կարող, իհարկե պետք է հավասարակշռությունդ պահես, երբեմն նաև էմոցիաներդ ցույց չտաս, բայց պետք է լինել էներգիայով հարուստ։ Ով է եղել քո ամենադժվար մրցակիցը։ Ես ինքս Միշտ դժվար է ինքդ քեզ հետ պայքարել, տրամադրվել խաղին, կենտրոնանալ, հավաքել ուժերդ։ Եթե ինքդ քեզ հաղթես նախքան խաղը, կարողանաս ճիշտ տրամադրվել, գրագետ պատրաստվել, դու կարող ես հաղթել ցանկացած մրցակցի։ Վերջերս դու հանդիպեցիր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին ու ասացիր, որ կցանկանաս հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Դժվար էր այդ որոշումը կայացնել։ Есть желание играть за страну, за Армению, это Այո, կա ցանկություն խաղալ Հայաստանի համար, այն իմ հայրենիքն է, իմ ծնողների հայրենիքն է, ներկայացնել Հայաստանը ինձ համար մեծ պատիվ կլինի, բայց պետք է այս ամենը համաձայնեցնել նաև Ռուսաստանի Ֆեդերացիայի հետ։ Ես այժմ ներկայացնում եմ Ռուսաստանը, որը նույնպես քիչ բան ինձ չի տվել, Հայաստանը պետք է փաստաթղթային հարցերը կարգավորի Ռուսաստանի հետ, որից հետո ես կկարողանամ հանդես գալ։ Դա իմ երազանքն է ներկայացնել Հայաստանն ու բիլիարդի աշխարհում մեր երկիրը նոր մակարդակի բարձրացնել։ Народ и вывести его на, в бильярдном спорте вывести его на новый уровень. Իսկ ինչ մրցաշար եք սպասում առաջիկայում։ Телевизионный формат. Դա հեռուստատեսային բիլիարդի ծրագիր է, որը լինելու է ռուսական հեռուստաընկերության եթերում։ Մասնակցելու են Ռուսաստանի 8 ուժեղագույն խաղացողները, այնուհետև աշխարհի գավաթն է Նովոսիբիրսկում։ Յոսիֆ, հետաքրքիր է, բիլիարդը ոնց կարող է հեռուստատեսային խաղ լինել, այն ինչքանով հետաքրքիր կլինի հեռուստադիտողին։ Очень много любителей бильярда. Շատ սիրահարներ կան բիլիարդի ու հավատացեք շատ են նրանք, ովքեր բիլիարդը սիրել են հենց հեռուստատեսային ցուցադրությունների միջոցով։ Շատ ակումբներ բացվել են, շատ մարդիկ բիլիարդի մասին տեղեկացել են հենց այսպիսի հեռուստատեսային մրցաշարերի միջոցով։ Այժմ մեծ մասսայականություն է վայելում բիլիարդը։ Յոսիֆ, իսկ այժմ կխնդրեմ փոքր մաստեր կլաս, ինձ համար մեծ պատիվ կլինի աշխարհի քառակի չեմպիոնի հետ մաստեր կլաս բիլիարդի խաղասեղանին։ С удовольствием. Յոսիֆ, որն է ամենակարևորը սկսնակի համար։ Սկսնակի համար ամենակարևորը տեխնիկան է, կանգնելու դիրքը, ձեռքերի դիրքը, հարվածի ուղղությունն ու գիծը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր սկսնակ եւ կարիերայի սկզբի համար պետք է հենց այս ամենը։ Руку надо ставить вот так, потом вот этот палец надо приподнять, прижать к указательному. Ձեռքը պետք է դնել այստեղ, այնուհետև բութ մատը պետք է բարձրացնել դնել ցուցամատի կողքը, նրանց արանքով պետք է անցնի կին։ Левая нога должна быть согнута. Ձախ ոտքը պետք է լինի թեքված, աջ ոտքը ուղիղ։ Երբ դուք կանգնած եք, պետք է հենված լինեք ձախ ոտքի վրա, այդպես հարմար կլինի կանգնած կեցվածքը։ Опирается на левую ногу. И тогда будет удобно вам стоять в стойке. Յոսիֆ, ամենակարևոր հաշվարկը որն է հարված անելիս։
Это больше интуитивно. Այս խաղը ավելի շատ պետք է զգաս, այստեղ չկան հաշվարկներ, գրքով դու չես կարող սովորել բիլիարդ խաղալ, այստեղ անընդհատ պետք է մարզվես, անընդհատ պետք է խաղաս, փորձես մրցել, ու դա ինքնըստինքյան կգա։ Շարը կամ կին զգալը ոչ մի կապ չունեմ որևէ մաթեմատիկական կամ երկրաչափական հաշվարկների հետ։ Այսինքն բիլիարդը մաթեմատիկա չի։ Չէ, людям кажется, что это геометрия. Մարդկանց թվում է, թե սա երկրաչափություն է։ Ինձ շատերը հարցնում են, երկրաչափությունից լավ գնահատականներ է ստացել։ Ես պատասխանում եմ ոչ։ Ես հազիվ-հազ 3 էի ստանում։ Հավատացեք, մաթեմատիկան ոչ մի կապ չունի բիլիարդի հետ։ Այստեղ շարի զգալն է, սեղանը, կին ու քո տրամադրվածությունը։ Դե ինչ Յոսի, շնորհակալություն քեզ հետաքրքիր զրույցի եւ հետաքրքիր հաղորդման համար։ Հույս ունեմ, որ կստացվի քաղաքացիություն փոխելը եւ հետագայում նաեւ Հայաստանի դրոշի տակ հանդես գալ ու ինչու՞ չէ Հայաստանի դրոշի տակ նոր չեմպիոնական տիտղոսներ նվաճելը։